երկրում ներկայացնում։ Համար շատ շնորհակալ ենք մեր վարչապետին եւ իր թիմին։ Դե ամեն ինչ մարդիկ ուրախ են, կարողանում են ապրել, են մարդիկ, որ ես խանութում չէի տեսնում, հիմա չգիտեմ, լիաթոք տեսնում եմ, ապրում են, շնչում են, երեխաներին մեծացնում են, անվճար ուսման են տալի կամ կարողանում են վճարել ուսման համար, լավ տեղեր են սովորում երեխաներ, այն ժամանակներ անցել են, որ մենակ որոշ մարդկանց երեխաներն էին սովորում։ Մեկը իմ թոռը սովորում է ամերիկյան համալսարանում, իմ համար դա, չգիտեմ, ձեռք բերում ամենա, որտեվ ժամանակին ես իմ երեխաներին չեմ կարողացել այդ կրթությունը տալու։ Գոհ եք կառավարությանը։ Շատ անչափ գոհ եմ, շնորհակալ եմ, մենակ մաղթում եմ, որ մեր վարչապետը քիչ ջղայնանա, անիմաստ բաների համար առողջությունը չքայքայի։ Եվ նաև ընդդիմադիրների հայտարարություններին, հա, անդրադառնանք, անդադ փնովում են, ասում են ոչինչ չեն։ Գիտեք ինչ կա, մարդ կա, որ լավը չի կարող երբեք տեսնել, նույնիսկ իր ընտանիքում լավը չի տեսնում, միշտ փնովում է, վատաբան մարդու էությունն է այդ։ Պիտի կարողանաս լավը տեսնել ու սպասես միշտ լավին։ Իսկ լավը միշտ առջևում է։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք։ Խնդրեմ դուք էլ ներկայացնեք բարեփոխումները։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչից, տրանսպորտից, ճանապարհներից, դպրոցները, մանկապարտեզները, ամեն ինչ կարգավորվել է, թոշակները, անվճար բուժօգնությունը, այդ ամեն ինչը դրական է ու մեր ժողովուրդը շատ գոհ ու շնորհակալ է։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Շատ, բոլորից, իրանց աշխատակազմից, բոլորից գոհ եմ։ Ուրեմն տարիների ընթացքում մենք մի հատ մանկապարտեզ ունենք, չի վերանորոգվել, մինչև այժմ չի վերանորոգվել։ Խնդրում եմ դա ներառեք։ Համարը կասեք, որ 118 մանկապարտեզ։ Ճիշտ է, ես չունեմ մանկապարտեզի երեխա, բայց տարածքի երեխաներ ուրիշ տեղեր են գնում մանկապարտեզ։ Որ խնդրեմ կներկայացնեք վերջին տարիների բարեփոխումները, որոնք տեսնում եք։ Ես չեմ կարող այդքան։ Ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ։ Գոհ եք կառավարությանը։ Լրիվ։ Կնշեք ոլորտները, որոնք տեսանելի են, օրինակ առողջապահության ապահովագրությունից օգտվել եք։ Առողջապահությունը, թոշակների բարձրացումն ամեն ինչն էլ նորմալ լավ, ոչ թե նորմալ լավ վիճակում է։ Ոչ մեկի բախտ sense բան չենք տեսել։ Ես ուզում եի խոսել նաև ընդդիմադիրների հայտարարությունների մասին, որոնք անդադ փնովում են, ինչ որ թեզեր են առաջ քաշում։ Փնովելու ոչ է, ամեն մեկն էլ իրաց մի հիշություն կար։ Ինչ որ չի տեսա։ Կնշեք։ Որ նորմալ կյանք լինի։ Նորմալ պետություն լինի, նորմալ մարդը ապրի։ Կացնեք վերջին տարիներին այն բարեփոխումները, որոնք ձեզ համար տեսանելի են։ Կարծում եմ բոլորի համար է տեսանելի։ Ամեն ինչը չի տեսանելի։ Ամեն ինչն էլ տեսանելի։ Հենց որ ոչինչ չլինի, այս աղքատ երկրում առողջապահությունը դարձել է ոչ առովի, դա ամեն ինչը։ Անցած տարի եմ ես վիրահատվել սիրտս, այն ժամանակ դեռ գոյություն չուներ։ Մինչև հիմա մենք դեռ պարտք ենք մարում։ Ու փառք Աստծո, հիմա որ բոլորի մոտ արդեն ամեն ինչ նորմալ է, թող դրանով էլ պետք է։ Ես չեմ կարծում, որ մարդիկ գիտեք ինչպես է, միշտ չեն բավարարվում։ Միշտ պահանջելու ընդունակությունը, պահանջում են ումից, ինչքան հնարավոր է կարծում եմ արվում է։ Այդպես եմ ես կարծում, չգիտեմ։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Դե այսքան ասեցի, բարձր որ ամեն ինչ։ Ունակության խոսքեր պետք է ասեմ, ուրիշ ոչինչ։ Կխնդրեմ ներկայացնեք բարեփոխումները վերջին տարիներին։ Բոլոր բարեփոխումներից մենք անչափ գոհ եւ տրանսպորտը, եւ բժշկությունը, ամեն ինչը։ Ես վիրահատվել եմ Արտմետ կենտրոնում եւ ես դա Facebook եմ գցել իմ խոսածածը, որ ես անչափ գոհ եմ կառավարությունից։ Անչափ ոչ մի բան չկա, որ ես մի բանից դժգոհ լինեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։